Երկորյակներ ձեր գործընկերային հարաբերություններ տանն է, գործընկեր, զուգընկեր, ամուսին, կին, արտերկրից հնարավոր է անսպասելի ձեր զուգընկերը, գործընկերը ետ վերադառնա կամ նրան անսպասելի հետ կանչեն։ Ձեր փոխհարաբերությունները ձեր գործընկերների հետ, որոնք ապրում են մեր Հայաստանի երկրի սահմաններից դուրս, կարող են վատթարանալ։ Պայմանավորվածությունները հնարավոր է չեղարկվեն կամ տեղի ունենան ուշացումով։ Ուստի սիրելի հետևորդներ, մենք նոյեմբեր ամսին մի քանի շատ կարևոր օրեր ունենք բարենպաստ, մինչ Մերկուրին կնահանջի նոյեմբերի 1-ը, 2-ը և 6-ը։ Այդ բոլոր օրերը շատ բարենպաստ են, դուք կարող եք օգտագործել և ձեր բոլոր կարևոր գործերը կամ նախագծերը իրականացնեք հենց այդ ժամանակ։ Անցնենք հաջորդ առանց կարիճ և ցուլ։ Սիրելի կարիճներ, ձեր ֆինանսների դաշտում է լինելու, որը կապված է արտերկրի հետ։ Օտարերկրյա ճանապարհորդությունները կամ ֆինանսական հոսքերը, որոնք դուք սպասում եք արտերկրից, հնարավոր է նվազեն կամ ժամանակավոր հետաձգվեն։ Սիրելի ցուլեր, ձեր 8-րդ տանն է։ 8-րդ տունը բանկային գործերն են, դրանք այն բոլոր ֆինանսական միջոցներն են, որոնք ստանում եք ձեր գործընկերներից, զուգընկերներից։ Ուշադիր եղեք, ժամանակավորապես հնարավոր է դադար լինի այդ ոլորտում, կամ ժառանգության հետ կապված հարցերը, գումարի հետ կապված հարցերը, վարկերը, եթե դուք պետք է ձևակերպեք, այդ ամենը մանրամասն կարդացեք տողարտով։ Նաև խոսքը վերաբերում է աղեղնավորներին, սիրելի աղեղնավորներ, ձեր անուն ազգանունը, ձեր ստորագրությունը մի դրեք ամեն պատահած թղթի տակ, իսկ կարիճի ցուլի համար այդ ամենը կարևոր է իրականացնել ողջ համտությամբ և կարդալ տողարտով, թե ինչ է գրված, որովհետև ձեր գործը կապված է ֆինանսների հետ, մանավանդ ցուլերի դեպքում դա հանրային գումարներն է, ուրիշի գումարներն է։ Անցնենք առաջ, կշեռք և խոյք, այդ առանցքը սիրելի կշեռքներ, ձեր կապի, կոմերցիայի, շփման, փոխադրամիջոցի այդ դաշտում է։ Եթե արտերկրից պատվիրել եք մեքենաներ, հնարավոր է այդ ժամանակահատվածում հետաձգվի կամ որոշակի այդպես խնդիրներով այդ մեքենան գա և հասնի տեղ։ Բանալիները ուշադիր եղեք, չկորցնեք, սիրելի կշեռքներ։ Գիտեմ, որ դուք էսթետներ եք, եթե ցանկանում եք գնել մեքենաներ, ապա այդ ամենը կատարեք մինչև նոյեմբերի 6-ը, նոյեմբերի 6-ը թող լինի վերջնաժամկետը։ Սիրելի խոյեր, ձեր 9-րդ տանն է, դուք կունենաք հնարավորություն մեկնել արտերկիր այն թերի թողած գործերի համար, որոնք ուղղակի կիսատ են մնացել։ Գնացեք, լուծեք, պայմանավորվեք, խնդիրները հարթեք և ետ վերադարձեք երկիր։ Եթե սիրելի խոյեր դուք քննությունները չենք հանձնել, ապա այդ ժամանակահատվածում հնարավոր է վերաքննություն տաք։ Ուշադիր